Ջերմագին ողջուններս մեր հեռուստադիտողներին, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ այն շարքից, որ մենք անվանել ենք մարգագետնային խոհանոց։ Բարեկամներ, նորից հիշեցնեմ, որ մարգագետնային խոհանոց այս շարքը, այս հավելվածը մեր ազգային խոհանոցի, սա բացառիկ երևույթ է խոհարարական ասպարեզում։ Եվ այդ բացառիկ երևույթը մեր հայկական, ազգային, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր խոհանոցում է, որ իր սկիզբը, այսպես մենք նշանավորում ենք։ Բարեկամներ, մարգագետնային խոհանոց եւ պատրաստելու ենք հետեւյալ ուտեստը։ Ես թվարկեմ բաղադրությունը։ Օգտագործելու ենք բլղուր, օգտագործելու ենք մանդակ, յուղ, գլուխ սոխ, կարմիր լոլիկ Արարատյան դաշտավայրի եւ կծու պղպեղ, բնականաբար համեմունքներից աղ, կարմիր քաղցր պղպեղ եւ ամենահիմնական եւ ամենակարևոր համեմունքը դա պատրաստողի սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, պատրաստում ենք սոխառած, սոխը առատ եւ խոշոր։ Տապակը տաքացնում ենք, յուղը դաղում ենք, սա կարևոր պայմանն է յուրաքանչյուր մթերքի տապակման, եթե ջերմային մշակման եղանակն ենք ընտրում, պարտադիր պիտի տաքացնել առանձին տապակը եւ դաղել յուղը։ Դաղվեց նաեւ յուղը, լցնենք սոխը, անպայման պետք է կեղևապատել թույլ ոսկեգույն երանգ։ Մինչ կտապակվի սոխը, լոլիկը կլպենք, կճպենք, մաքրենք, կիսենք և խոշոր, այսպես կտորներով, խոշոր կտրելը նախ լավ է նրանով, որ ամբողջ ջուրը, հյութը մնա մեջը։ Հարգելի հեռուստադիտողներ, սոխը, երբ որ այն ուտեստներ կան շատ, նորից նշեմ քաշովիներ, երբ որ առատ սոխ է լինում, տապակելու ընթացքում մենք կարող ենք ավելացնել աղ, դա նպաստում է լավ համաչափ տապակմանը եւ այդ, ինչպես նշեցի, թույլ ոսկեգույն երանգի ստացմանը։ Դուք տեսաք, որ այստեղ մենք ունենք նաեւ մանդակ։ Եթե մենք օգտագործում ենք թարմ մանդակ, բարեկամներ, պիտի աղաջրի մեջ պահել 10-15 րոպե, տաք ջրի մեջ։ Այսինքն իրականում մի քիչ թթված վիճակ պիտի ստանանք։ Մենք վերցրել ենք թթու դրված արդեն մանդակը եւ պիտի կտրատենք։ Եվ համի տեսակետից շատ հիանալի ուտեստներ են եւ իհարկե օգտակարության։ Ավելացնում ենք նաեւ լոլիկը։ Խառնում ենք։ Ավելացնում ենք մանդակը։ Պիտի օգտագործենք, ինչպես նշել էինք սկզբում, նաև կծու պղպեղ։ Տեղադրենք նաև կծու պղպեղը, ավելացնենք բլղուրը, մենք գիտենք, որ բլղուրը դա կիսաֆաբրիկատ է, այսինքն խաշված, աղացված, խաշված չորացված և աղացված ձավարն է
Եվ բնական է, որ նրա պատրաստման ժամանակը շատ քիչ է, մեզ կպահանջվի ջուր ավելացնենք, մի եզրից եմ ավելացնում, որպեսզի այդ շերտերը չքանդվեն, քաշովին մեկը մեկի հարաբերակցությամբ է ջուրը ավելացվում, կարգավորում ենք համը, կարմիր քաղցր պղպեղ, եւ վերջ բարեկամներ, ուտեստը կոչվում է քաշովի, բնականաբար կափարիչը պիտի ծածկենք, հենց եռած, իսկ արդեն եռում է, կափարիչը ծածկում ենք, կրակը մի քիչ իջեցնում 8-ից 12 րոպե, 8-ից 12 րոպե հետո մենք կհանդիպենք եւ կնորոշենք այս ուտեստի տեսքը, հետո նաեւ համը։ 12 րոպեն անցավ եւ խնդրում եմ դուք տեսեք ուղղակի գույնը, իսկ համը արդեն մենք փորձենք, դուք պատրաստեք ձեր տներում եւ կհամոզվեք, անջատեցինք, պատրաստեք, քաշովի, այսպես զարդարենք լավաշով, հիմա ճանաչեցիք, թե ինչ եմ անում ես եւ ոնց ենք մատուցում, հենց այսպես լավաշներով զարդարենք, հացերով, հիմա կասեք բարդին էլ պատրաստենք, բարդին էլ կլինի։ Այս էլ բարդին։ Ահա, հարգելի հեռուստադիտողներ, պատրաստեցինք քաշովի բլղուրով եւ մանդակով եւ պիտի նշեմ, որ ուտեստը նորից համարվում է հիմնական ուտեստ, մատուցման ջերմաստիճանը 65-70 աստիճան, պետք է ճաշակել կարմիր անապակ բերթաշեն տեսակի գինով։ Այսօրվա համար այսքանն ենք պատրաստել, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ ունկնդիրը լինելու համար եւ ուզում եմ, որ ձեր սեղաններին, մեր բոլորի սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական մեր բազմա բույր եւ բազմազան խոհանոցի ուտեստներ, նրանք կօգնեն ձեզ եւ մեզ լինել էլ ավելի առողջ, էլ ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Բլղուրով փլավ, բլղուր 300 գրամ, մանդակ 100 գրամ, յուղ 30 գրամ, սող 200 գրամ, լոլիկ 100 գրամ, պղպեղ 1 հատ, աղ, կարմիր պղպեղ։ Բարի ախորժակ։